Ողջունում եմ բոլորին, հուսամ լավ եք հայր ջան։ Այս նյութը, այս վիդեոն մի փոքր երկար է ստացվելու, բայց քանի որ խոսելու շատ բան կա եւ Մասիսարի հետ կապված անձնագրի հետ վիզաների հատվածում, որ կառավարությունը կամ X մարմինը պետական կառույցը ուզում է հանել, եւ Մկրտիչ Արզումանյանի հետ կապված, որ ընդդիմությունը սենց իրան ճղում է, վարկաբեկում է, չգիտեմ, ինչ կեղտ ասես ուտում է այդ մարդու անվան հետ խաղալով եւ Տաշիր Սամոյի Սամվել Կարապետյանի մասին խնդրանքս իմ ընկերներին, իմ հարազատներին, հետևորդներին այս նյութը մաքսիմալ տարածել եւ ինչի՞ չէ մեկնաբանությունների դաշտում գրել ձեր կարծիքը եւ այսպես գիտեք ինչ սկսենք Մասիսարից ես որոշել եմ գումար չխնայել եւ իմ մեքենայի վրա Եվ հետևի ապակուն, եւ հայլուց կախեմ, հետևի ապակուն փակցնեմ, դռներին կպցնեմ, Մասիսար եւ ինձ դրանով ավելի հզոր ու ավելի հայրենասեր ես ինձ դրանով կզգամ։ Չէ՞ որ միշտ կլինի ինձ հետ։ Բրիլոկներ զակաց տամ Մասիսարի նշանով, տան ամբողջ ոչ միայն հյուրասենյակում, այլ տարբեր սենյակներում Մասիսարի նկարները կախեմ։ Ես դրանից կզգամ ինձ ավելի հզոր ու հայրենասեր, չէ՞ որ Մասիսարը ինձ հետ է։ Բայց փաստացի կներեք իրական Մասիսարը Հայաստանի տարածքում չէ։ Ինչքան է դա ցավալի է գիտակցել, ու դա 3 չեղավ, 3 չէ առաջորդ չեղավ, անցած տարի է չեղավ։ 100 տարուց ավել է Մասիսարը էլ Հայաստանի սուվերեն տարածքում չի գտնվում։ Մենք մեր անձնագրի մեջ կպցնում ենք մի սիմվոլ, հա, բոլոր ոչ մեկ չի ուրանում Մասիսարը։ Բոլորս հիշում ենք պատմությունը։ Բոլորս ցավ ենք ապրում։ Բոլորիս համար սիմվոլ է Մասիսարը։ Բայց անձնագրի մեջ նկարելով կամ կպցնելով Մասիսարի այդ սիմվոլը, մենք դրանից ավել հայրենասեր չենք դառնում։ Սաղորը դոշ եք ծեծում ու ասում թուրքը, բա Թուրքի տարածքում գտնվող անգամ եւ նախկինում մերը հանդիսացող Մասիսարի նկարը ինչի ենք մենք կպցնում։ Թուրքին են գովազդում։ Դրսից եկած տուրիստը, որ ուզում է քո հայրենիքը ճանաչի, երբ իր անձնագրի մեջ խփում են այդ պեչատը։ Մասիսարի պատկերը եւ այդ տուրիստը, այսպես ասված, պատմություն չիմանալով, բայց մի փոքր աշխարհագրություն իմանալով, ինքը կտեսնի, որ Մասիսարը Թուրքիայի տարածքում գտնվող սար է։ Ինչի են հայերը կպցնում անձնագրի մեջ։ Սա Մասիսարի հետ կապված, իսկ անցնենք Մկրտիչ Արզումանյանի այն ներկայացումը, որտեղ որ գտնվել էր նաև մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարարը եւ վերջում նկարվել, մի փոքր զրուցել, այսպես սարքեցին ընդդիմադիր արարածները Մկրտիչ Արզումանյանին դավաճան, այսինքն ես ըտել բանը չեմ հասկանում։ Այն 680,000 հայը, որ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, նրա գսակ դավաճան են։ Այն դերասանը, որ Նիկոլ Փաշինյանի հետ կնկարվի դավաճանա։ Ինչ մեղք եք դուք ընդդիմություն։ Սա հասարակ քաղաքացին չի ասում։ Քաղաքականությունից հեռու մարդը չի ասում։ Սա մենակ դուք եք ողբ ապրում, երբ որ տեսնում եք հայրենիքում լավ մթնոլորտ, բարեփոխումներ եւ մարդկանց մեջ ջերմություն, դա ձեզ համար մեծ ցավ է։ Դուք ողբ եք ապրում։ Դուք որովհետեւ ուզում եք միշտ հայ ժողովրդին տեսնեք ցավի մեջ, տառապանքի մեջ, վտանգի մեջ, ամենակարևորը վտանգի մեջ, շեշտելով որ հեսա թուրքը գալիս է, թուրքը վտանգավոր է, թուրքը մեզ սպառնում է, մեր փրկիչ Ռուսաստանը մեր կողքին է։ Դուք էլ ձեր Ռուսաստանն էլ հետը։ Այդ մարդը ինձ համար, հատկապես ինձ համար շատ մեծ մի այսօրվա դրությամբ դերասան է։ Մեր օրերի դերասանը։ Եվ դուք նման տականք ձևի ձեզ պահում եք, ու հետո էլ սև ու սպիտակի վերածելով հետո էլ ասում եք ինչի եք առանձնացնում ժողովրդին, ինչի եք սև ու սպիտակ սարքում ժողովրդին, կեսը սև, կեսը սպիտակ։ Չէ, կեսի հաստատ մասի խոսքը չի։ 95% սպիտակ, 5% դուք սև կեղտեր։ Նախկին սև կեղտեր։ Ես ասել եմ դուք ամեն ինչի ընդունակ եք։ Ամեն ստորության ընդունակ եք։ Մոռացաք արդեն ձեր ուղեղներից ծիծեռնակաբերդ էինք հանդում։ Ծիծեռնակաբերդը փրկեցիք, անցակ Մասիսարին։ Մասիսարը չգիտեմ դեր մոտ ինչ ստացվավ, հիմա էլ անցել եք Մկրտիչ Արզումանյանին։ Վարկաբեկելով, վիրավորելով, չգիտեմ վատ խոսքեր ասելով։ Ո՞վ եք դուք։ Լավ, վերջում խոսանք Տաշիր Սամոյի, Տաշիր, ճիշտ է մեր քաղաք տարածք, այդ
շրջան Տաշիրի մասին երևի դրանով են կապել, բայց մի հատ մեկն է կար Տաշելու հետ լավ սեր ուներ։ Նախկին մեր նախագահ Ռորոն Ռոբերտ Քոչարյանը, այն միջև քոքը պետքա տաշել, մաշացնել։ Տեսեք, Սամվել Կարապետյանը Ռուսաստանից ոչ թե եկավ, այլ ուղարկվեց Հայաստան, ըստ ինձ, հայրենիք փրկելու։ Փրկված հայրենիքը փրկելու ումից։ Փրկելու հայ ժողովրդից։ Եվ ապագորգոր հայտարարություններ են անում, բանկի տոկոսները կիչացնենք, Սևանում մեծ հանգստյան գոտիներ կկառուցենք, այն մարդկանց համար, ովքեր որ հնարավորություններ չունեն Սևանում հանգստանալու, այն խավի համար։ Մի հատ հարց, եւ նմանատիպ տարբեր, ասես գայթակղիչ բաներ են, հայտարարություններ են անում։ Մի հատ հարց, այդ Տաշիր Սամոյի, Սամվել Կարապետյանի եւ իր թիմին։ Չնայած նախկին ու այդ թիմը ինձ համար ոչ մի տարբերություն չկա, չնայած բոլորը տեսնում եք, որ իրանք սա իրար հետ են։ Բայց հարցս մի հատ խնդրեմ, էլի մի հատ, եթե մեկը կարա պատասխանի, ասեք։ Առաջ էդի խիչ էիք անում։ Առաջ բանկի տոկոսները խիչ էիք իջացնում։ Նախկին իշխանության ժամանակ թե Սերժի թե Քոչարյանի խիչ էի գալիս Սևանում, հանգստյան գոտիներ կառուցում, անվճար տաղավարներ տրամադրում, չգիտեմ ընդ ինչներ հասանելի դառնալու պայմանները մի քիչ չմանրամասնեցին։ Ինչի չէիք անում։ Ինչի չէիք բերում մարդկանց այն կարիքավոր ընտանիքներին բաներ անում, օգնություն տրամադրում։ Հիմա է, վաղտը հիմա է։ Միլիարդը նոր առաջացավ Սամվել Կարապետյանի մոտ։ Ինքը նոր հարստացավ։ Ում եք էշի տեղ դնում։ Հայ ժողովրդին ամոթ ձեզ։ Հաստատ հայ ժողովուրդը շատ լավ գիտակցում է այս ամենը։ Շատ լավ տեսնում է, թե ձեր խաղերը, թե ձեր այս մանիպուլյացիաները, որ ամեն ձև ուզում եք ազատվեք ներկա իշխանությանը։ Իհարկե ներկա իշխանությունն էլ ունի չասեմ տոկոս, բայց շատ թերություններ, որի վրա աշխատում է։ Բայց այն, որ ներկա իշխանությունը սրտացավ եւ օր-օրի ոտքի է հանում հայրենիքը, Հայաստանը, կառուցում է թե պարտեզներով, թե դպրոցներով, թե ճանապարհներով, թե այգիներով, թե հիվանդանոցներով, այսինքն հզորացնում իր պետությունը։ Դա ոչ մեկ երկել չի կարող։ Ոչ մեկ։ Իսկ այն հաչացող մասային, մանավանդ դրսում գտնվող այն հաչացող մասային, ովքեր որ հատկապես կպնում էին Մկրտիչ Արզումանյանին, թե քանի կոպեկով ծախվեցիր, մեկն է գրել էր, քանի արծաթ տվեցին, քանի կոպեկ արծաթ տվեցին։ Մկրտիչ Արզումանյանի կյանքին ես այդպես մանրամասն ծանոթ չեմ։ Բայց ծանոթ եմ այն մարդկանց, ովքեր որ հեղափոխությունից հետո ռակետի պես թռան տարբեր երկրներ, մեծամասնությունը Ամերիկա, ոմանք Ռուսաստան։ Շատ շատերը ծանոթ են թե այդ շոու բիզնեսի, կատարողները, երկիշ կլինի, դերասան կլինի, չգիտեմ։ Այդ ֆիգուրաները ում համար էին ծառայում, ում զանգով էին թափով վազում ու ինչ պետք նա անում։ Այսօր գնացին, այսօր չկա, նախկին իշխանություն չկա, նախկին հնարավորություն չկա, նախկին ֆինանս չկա։ Այն ինչ եկա, մի ձև լրատվականին ու ֆեյքերին են բաժանում եւ փորձում են իրանց առաջվա այդ իշխանությունը հետ բերեն, բայց չի լինելու։ Հայ ժողովուրդը նորից եմ կրկնում։ Գիտակից է եւ զգոնա ամեն վարքյան։ Նախկինի վերադարձ չի լինելու։ Իշքան ուզում եք ձեզ ճղեք, իշքան ուզում եք մարդկանց պատաբանեք, մեկը ձեր տոկոսը խղճուկ մի հատ տոկոս է։ Լավ եղեք հայր ջան։ Այսքան։